Փաշիներից ավելի ռուսական քաղաքական գործիչ մեկ քաղաքական դաշտում չի եղել, ոչ թե ընդդեմ նախկինների հանուն Նիկոլի քրակումը հակառակը, ընդդեմ Նիկոլի քրակեց ցանկացած մեկին։ Ու այն ալիքը, որը հնարավոր է ձևավորել, որը հնարավոր է հեռացնել Փաշինյանին, այսօրվա դիմությունը հակառակն է անում, լեգիտիմացնում է։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, հերթական անգամ քննարկելու ենք պատմական շաբաթը, մարդկային եղբայրություն միաբանության գրասենյակից։ Ես Մասի Շիրոյանն եմ, քննարկել ենք պատմական շաբաթը Հռիփսի Մեշանյանի հետ։ Մենք երկուսը մարդկային եղբայրություն միաբանության անդամներ ենք, ինչպես նաև ազգային հեղափոխություն կուսակցության անդամներ։ Բարև Հռիփսի Մեշանյան։ Ողջույն Մասիս։ Շատ պատմական շաբաթ է։ Շատ։ Իսկ իրականում մենք ի սկզբանե ասել ենք, որ ընտրությունների շատ բան չսպասեք, դրա մասին շաբաթներ, ամիսներ շարունակ ասել ենք, որ պետք չի ամեն բաներ ակնկալել, որովհետև հիմնական մարտը արժևում է, ընտրությունները չեն։ Այո։ Քննարկենք ընտրությունները, հա, սկսենք։ Եթե ուզում ես, նույնիսկ կարող ենք սրա նախորդած ընտրություններից սկսել։ Սկսեցինք 21 թվականի ընտրությունները, իրական զուգահեռներ կարելի անցկացնել 21 թվականի ընտրությունները, որոշակի դերաբաշխումներ փոխվեցին, այսինքն Սերժ Սարգսյանի դերում այս ընտրություններում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի դերը վերցրեց Սամվել Կարապետյանը։ Այո։ Այսինքն փոփոխություն տեղի ունեցավ, Քոչարյանը այս ընտրություններին ավելի մեղմ կերպար էր ընդունել, ավելի այտենց դեմոկրատ կերպար էր ընդունել, դա նաև իրենց PR կամպանիաները այդպես աշխատում, ինչպես նախորդ ընտրությունում Սերժ Սարգսյանն էր դեր վերցրել, իսկ Քոչարյանը դեռ ոյնի կերպարի մեջ էր։ Բայց հիշեցնենք, որ 96-7 թվականից սկսած հայկական քաղաքական իրականության մեջ գործում է տերպետրոսյանական գաղափարախոսությունը, որին նաև որոշակի կերպով կպած է նաև դաշնակցական գաղափարախոսություն, այսինքն մի քիչ ավելի պաթոսը շատ, բայց հիմնականում երկու գաղափարախոսություն կա քաղաքական դաշտում տիրող։ Մենք իմիջիայլոց դրա երրորդն ենք առաջարկում։ Ինչն է տերպետրոսյանական գաղափարախոսությունը, մեր Տեր-Տերան Աշոտը դրա մասին կարելի է դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիա է արել, քննարկել է Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածը, պատերազմ թե խաղաղություն, ինքն ասում է, որ դա նենգափոխված բառեր են հայ ազգին վախեցնում են, ահաբեկում են, հաղթանակի անուն դրել են պատերազմ, իսկ պարտության անունով խաղաղություն ու բոլորը խաղաղության օրակարգով գնում են առաջ։ Հիմա անընդհատ մեզ հрамցվել է խաղաղություն, անընդհատ մեզ հрамցվել է խաղաղություն, մենք գնում ենք խաղաղության։ 21 թվականի ընտրություններն անցան, 5 տարի ընդդիմությունը բողոքարկեց, տարբեր հանրահավաքներ արեց, impeachment, մեծ ցույցեր, ու ամեն անգամ հանրությանը քայլացրեցին։ Ամեն անգամ հավաքված էներգիան բարեհաջող պարպեց, օգտագործեց, որպեսզի մարդիկ գնան տուն, տեսնելով իրենց դեմքերը, շատ լավ իմանալով, որ իրենց չեն ուզելու տեսնել, այսինքն ամեն անգամ փորձել գլխավորել եւ ամեն անգամ պարպել իրավիճակը, եւ հիմա հաջորդ 5 տարիներին երևի թե նույնը պիտի սպասենք։ Որոշակի իրավիճակներ կան փոփոխված, բայց քաղաքական առումով հետեւյալն է տեղի ունեցել։ 21 թվականին մենք տեսանք, որ ընդդիմությունը գնաց իր մանդատները վերցրեց, միասին համատեղ գնացին մասնակցեցին տարբեր քննարկումների, տագնայցեր էին իրականացնում, պարգևավճարներ ստանում, աշխատավարձներ ստանում, մեծ հաշվով հարգարժան վարչապետ, հարգելի գործընկերներ, մեծարգո վարչապետ, մեծարգո ազգային ժողովի նախագահ, այս խոսույթով իրար հետ աշխատեցին, իմիջիայլոց գարնանային ու աշնանային տրանսֆերներ տեղի ունեն, ինչպես ֆուտբոլային ակումբներում պատգամավորներով են փոխանակվում, բայց արտաքին տեսքում առերևույթ թվացող միմյանց վիրավորելը, չգիտեմ, իբրև թե հակադարձելը պահեցին
այսպես բեմի վրա, որպեսզի մնա տպավորությունը, որ այս երկուսը ընդդիմադիր ուժեր են։ Խիստ գաղափարական տարաձայնություններ ունեն։ Իմիջիայլոց սրա հետ կապված ես եւ Ռուբսիմեն այցելել ենք բազմաթիվ կուսակցությունների գրասենյակներ, փորձել ենք հասկանալ, ասել ինչու՞ն է ձեր հակասությունը գործող քաղաքական ուժին։ Այո, մենք ունեինք մեր 6 հարցերը, որոնք ուղղել ենք ընտրություններին մասնակցող ուժերին եւ մեզ չեն պատասխանել որոշ կուսակցություններ։ 7 կուսակցություն ուղղակի անտարբեր է եղել, այսինքն կարող ենք անուն առ նշել, չնայած իրենք երկուսը իրենցից առերևույթ աջակցում են Փաշինյանին, ասենք Լևոն Շիրինյանի կուսակցությունը, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը եւ Արման Բաբաջանյանի կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը, դրանք երկուսով առհասարակ չեն պատասխանել մեր առաջարկին, չեն մասնակցել։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը առհասարակ մամուլի հետ կապ չունի, որովհետև իրենք ունեն իրենց սեփական մամուլը, միայն նախապես պատրաստված հարցերով են իրենց լրագրողները դիմում իրենց առաջնորդներին։ Ես իմիջիայլոց գրել եմ նաև Աննա Գրիգորյանին, Facebook-յան ընկերներ ենք, Աննա Գրիգորյանը կարդացել է, չի պատասխանել, ոչ մի կերպ չի պատասխանել, հետո չասեն, որ մենք իրենց տեղյակ չենք վել։ Ենթադրվում է, որ իրենք պատասխանելու են այնպես, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանն է առաջարկում, օրինակ Ադրբեջանի հետ կապված հարցերով, խաղաղության հետ կապված հարցերով, դրա համար զերծ է մնացել։ Ծառուկյանը հասարակ նորից չի պատասխանել, Ծառուկյան դաշինքը ուժեղ Հայաստանը եւ Թաթոյանը պատասխանել են, սակայն ժամանակ չեն գտել։ Եվ նաև շարունակել ժամանակ չգտնել ռեֆորմիստները, ինչ խոսք, մենք հասկանում ենք, որ այդ կուսակցությունը առհասարակ գոյություն չուներ, բայց մենք արդարությունը պահելու համար բոլորին դիմել էինք, իրենք զերծ մնացին։ Մնացած 8-ի հետ ունենք հարցազրույցներ, կարող եք դիտելիքները պատկերացում կազմել, թե առհասարակ ինչով են իրենք հակադրվում Նիկոլ Փաշինյանին եւ ինչով են իրենք նման Նիկոլ Փաշինյանին, ինչ առաջարկներ են անում, բայց մենք նաև ամենայնիվ դրանք այն ուժերն էին հիմնականում, որոնք մնացին ստվերում, կարծում եմ, ինձ ամենաշատը երևի հետաքրքրում էր, երբ որ մարդկանց հարցնում էին կամ ինձ հարցնում էին ում ես ընտրելու կամ ում ընտրել, այդ հարցը ինձ թվում է Հայաստանում այս վերջին 15 օրում շատ է հնչել տարբեր տեղերում, դրան ուզում էիր հակադարձ հարց տալ, իսկ դու ում ես ճանաչում այդ առաջադրված թեկնածուներից, այդ կուսակցություններից, արդյոք, որովհետև այնպիսի մի աղմուկ էր ստեղծված, այնպիսի մի այսպես փոշի էր խոսքի տիրում, որ դրա միջից ոչինչ կարծես թե դուրս չէր գալիս, այն ինչը որ պետք է ազգային ուժի բնորոշ լիներ, ասենք թե գաղափարախոսության տեսանկյունից լիներ, ոչինչ չէր կարողանում ճեղքել այդ փոշին։ Առհասարակ նման խոսույթն էլ իմ կարծիքով ում ես ընտրում։ Ինչ ես ուզում ընտրած լինես։ Որ ինչ լինի, այսինքն առաջարկը, ինչպիսի առաջարկ ես դու ակնկալում քաղաքական ուժերից, չէ՞, մենք հենց այդ էլ անում ենք, որ գեղեցիկ խոսքեր, իրար հետևից գեղեցիկ շարված բառեր, քաղաքական գործիչներ կան, որ անհասկանալի գեղեցիկ բառեր իրար հետևից շարում, հետո ուսումնասիրում ես, բանից պարզվում է Արցախը պատկերացնում են իրենք Ադրբեջանի կազմում այն ժամանակ, երբ որ օրինակ Արցախում դեռ հայեր էին բնակվում։ Բայց փորձում ենք հասկանալ, ինչի համար են մարդիկ առհասարակ ընտրություն կատարում։ Ոչ թե սիրելով ընտրություն կատարել, այլ հասկանալ իրենց ինչ է առաջարկվում, որ ինչ պետք է անեն։ Իսկ մեծ հաշվով մենք այս պահին տեսանք, որ խաղաղությունների մրցույթ էր, Տեր-Տրյան Աշոտի ասած թարգմանաբար Հայաստանի պարտության ջատագովների մրցույթներ, այսինքն իրենք բոլորով աջակցում են Հայաստանի պարտությանը։ Ինչը միայն Նիկոլ Փաշինյանի խոսույթի տիրույթում էր։ Չէ, դե 97 թվականից 96-97 այս պահի ընտրությունների համար։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանից եկած խոսույթ է, որը բոլորը շարունակել են։ Մեր մոտ հեղափոխական իրավիճակ չի ստեղծվել, Ռոբերտ Քոչարյանն էլ այդ նույն տրամաբանությամբ ինքը իր 10 տարիները կառավարել, Սերժ Սարգսյանն էլ, Փաշինյանն էլ դրանցից ծնված քաղաքական գործիչը, որը շարունակում է խաղաղություն ասվածը։ Հանուն խաղաղություն ամեն ինչ տա։ Այս պահին կոչված խաղաղություն
խաղաղության մասին մենք պետք է երևի թե խոսենք, այսինքն բազմիցս խոսվել է, բայց այս պահին կոչվող խաղաղություն կոչվողը, որը մրցույթ էր, թե ով դրան ավելի մեծ տեր է կանգնելու, դա է, որ հենց խաղաղությունը չէ, թե չէ մարդկանց մեծ տպավորություն է, որ մարտական եղբայրություն կողմ չէ խաղաղությանը։ Մարտական եղբայրությունը ուղղակի վստահություն չունի Ալիևի նկատմամբ, որտեղ Ալիևը ոչ պայմանագրունակ ղեկավար է, Ադրբեջանը ոչ պայմանագրունակ պետություն է։ Մենք չենք վստահում իրենց ստորագրած փաստաթղթերին, որովհետև մինչ այս ինչ ստորագրել են իրենք տեղ չեն կանգնել, սկսած օրինակ բանակցային գործընթաց է, որը որ ԵԱԿ Մինսկի խմբով, այդ համանախագահներով որոշված էր 3 սկզբունքով, որից առաջինը ուժի բացառման սկզբունքն էր, դա հենց Ադրբեջանն է խախտել։ Մարտական եղբայրություն միաբանությունը չի վստահում այլևս նոյեմբերին խախտել է, դրանից հետո բազմաթիվ խոսակցություններ է եղել, որ այս էլ անում են հայերը ու անցնում են խաղաղության ստորագրման, օրինակ գեհիշեք Կիրանցի դեպքերի ժամանակ, երբ որ սահմանազատում են անում, ասում են, այս մեկն էլ անում ենք ու խաղաղությունը գալիս է։ Հիմա պահանջները գալիս են։ Մենք դրա համար ենք ասում, որ հաջորդիվ ավելի կարևոր գործառույթներ կան, բայց փորձենք ամփոփել այս ընտրությունները։ Արի սկսենք, թե ինչպես ԿՊ-ն ընտրեց իր ընդդիմությանը։ Հայկական երկնակամարում հայտնվեց Սամվել Կարապետյանը, քաղաքական երկնակամարում, որտեղ Սամվել Կարապետյանը որպես բարերար, որպես բիզնեսմեն, որպես հայ ազգի համար ընդհանուր ինչ-որ պրոցեսների մասնակցած մարդ, մինչև 25 թվական ինքը մի մարդ էր։ Այո։ Մենք ընդունում ենք իր արածը, մենք հարգում ենք այն ինչ էինք արել թե Արցախում, թե Հայաստանում, ինքը բազմաթիվ գործեր իրականացրել, սա դնում ենք մի կողմ, որովհետև մինչև 25 թվականի մեր ձևով հայտարարությունը մենք ունեինք մի Սամվել Կարապետյան, դրանից հետո հայտնվեց, ծնվեց քաղաքական դաշտում Սամվել Կարապետյան քաղաքական կերպարը, որը որ սկսեց առաջարկել հայ հասարակությանը այն ամենը, ինչը որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը։ Պարզապես մի քիչ այլ փաթեթավորում։ Իրենց ձևով։ Եվ եթե կարծում եմ կար վստահություն, որ այն ընդդիմությունը, որը ներկա էր այդ պահին ազգային ժողովում, այլևս ընդունելի չէ ժողովրդի համար, եւ այդ ընդդիմությունը միևնույն է, որպես ընդդիմություն, այդ դերակատարումը պետքա զիջեր։ Այս դեպքում, եթե այդ ընդդիմությունը պետքա զիջեր իր տեղը, հանկարծ այնպես չլիներ, որ իսկական ընդդիմություն գար դրա փոխարեն, դրա համար, ինչպես միշտ Հայաստանում իշխանությունը ձևավորվում է, հետո իշխանությունը ընտրում է յուր ընդդիմությանը եւ այդ դերաբաշխումը անելուց հետո նա ամեն ինչ անում է, որ այդ ընդդիմությունը դառնա իր ընդդիմությունը եւ վերջանա։ Դե օրինակ մենք էլի հետ գնանք, որ 18 թվական հետ գնանք։ 18 թվականին Փաշինյանը հեռացրեց, ու հեղափոխական շարժումը հեռացրեց Սերժ Սարգսյանին։ Տրամաբանական էր, որ հեղափոխական իշխանության ընդդիմությունը պետք է լիներ հանրապետական կուսակցություն, չէ՞։ Ում հեռացրել էր, նրան պետք է ինքը նշանակեր ընդդիմություն։ Բայց բոլորի աչքից վրիպել են ու քիչ մարդիկ կան դա նկատել։ Փաշինյանը իր համար իր ընդդիմադիր նշանակեց Ռոբերտ Քոչարյանին, ով 10 տարի քաղաքականության առհասարակ չէր մասնակցել, ինքը գնաց Քոչարյանին բերեց, փորձեց դատել, Քոչարյանից դարձրեց քաղաքալացյալ, տպավորությունը այդպիսին է, անցկացրեց բանտերով, դատարաններով, վերջում արդարացրեց, մենք ունեցանք շատ կարճ ժամանակ անց հզոր քաղաքական կերպար, որպես ընդդիմադիր գործիչ Ռոբերտ Քոչարյանին Փաշինյանի համար, բայց անցած 5 տարիներում ինչպես Քոչարյանն էր ասել, որ մենք մինչև հոգը մաշեցնելու ենք այս իշխանություններին, վերջերս ինքը հայտարարեց, որ մենք մաշացրեցինք եւ ինքներս էլ նաեւ մաշվեցինք, դրա համար հողը նախապատրաստեցինք ուժեղ Հայաստանի համար կամ հաջորդ ընդդիմության համար։ Հիմա իրենք մաշված էին, իրենք դա ընդունում են։ Հենց նույն Ռոբերտ Քոչարյանը ընդունում է, որ իրենք արդեն մաշվել էին։ Եվ էլ պիտանի չէին որպես ուժեղ ընդդիմություն հանդես գալու, իսկ թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի դեմոնիզացված կերպարները այլևս որպես դեմոններ չէին ընկալվում հասարակության համար, իրենք վախենալու չեն, արդեն հասարակություն չէր գնալու, ինչա թե նախկինները չեն, խոսույթը չի ընկալվել, ինչա թե նախկինները չկան, գնանք ընտրենք Նիկոլին, այս անգամ արդեն այլ խոսույթ մտցրեցին, հակառուսական խոսույթը եկավ։ Այո։
Այո, ամենա համապատասխան մարդուն գտան այս իրավիճակում, Կիպրոսը հայ գործարար։ Ով որ նաև ունի միջոցներ եւ կկարողանար քաղաքական պայքարի մեջ մտնել, այսինքն քարոզարշավի եւ այլնի ամեն տեսանկյունից, որովհետեւ բոլորը հասկանում են, որ դա միջոցներ են։ Այո։ Ռեսուրսները կան, մարդը նաև Ռուսաստանի քաղաքացի է, ինչքան ուզեն կարող են իրենց թիմով ինչ վիդեո ասես կարող են նկարել եւ հայհոյել եւ անընդհատ ռուսական կողմին մեղադրել եւ այլն, բոլորս գիտենք ինչ է կատարվում, շատ համապատասխան ընդդիմություն, շատ համապատասխան է։ Ես կարծում ավելի գեղեցիկ ընդդիմություն հնարավոր չէր մտածել, որ մարդը ինչ որ առումներով եւ որպես բարերար է ընկալվում, ինչպես Բարգավաճ Հայաստանի Գագիկ Ծառուկյանը եւ հիմա արդեն համեմատելու չեն այդ մարդիկ։ Համեմատելու չեն, բայց մարդկային ընկալումների մասին եմ ուզում պատկերացնենք, որ մարդիկ ընկալում են, որ ինչ որ մեկը բարերար է, այսինքն այս դեպքում այդ մարդը բարերար է, ինչ որ գործարար է եւ այս գործարար մարդու հետ մարդիկ հույսեր են կապում, որովհետեւ իրականում մեր պատկերացումները քաղաքական չեն, մենք չենք փնտրում քաղաքական գործիչ, քաղաքական միտք, քաղաքական փիլիսոփայություն ունեցող ինչ որ մեկին չենք փնտրում, կարծես թե մենք ազգությամբ փնտրում ենք հովանավորի, դրա համար այս մարդու կերպարը լավագույնս տեղավորվում էր այդ կերպարում, հովանավոր միջոցներ ունեցող, շատ խոցելի էր, որովհետև ռուսական էր, խոցելիությունը անպայման պետք է լիներ այդ խոցելիությունը, եթե դա այդ կողմը չլիներ, նրան չէին ընտրի որպես ընդդիմություն։ Իմիջայլոց այդ ռուսական կապվածությունների մասին մենք բազմաթիվ անգամներ ինստել ենք, խոսել ենք, որ Փաշինյանից ավելի ռուսական քաղաքական գործիչ մեր քաղաքական դաշտում չի եղել, ընդհանրապես գոյություն չի ունեցել, ու դրա մասին էլ ենք փաստերով ենք ասում, այսինքն սա մեր կապարանոց հայտարարություններ չի, երբ որ մենք ասում ենք Փաշինյանը ավելի ռուսական է, քան բոլոր նախկին 3 ղեկավարները միասին վերցրած, մեզ ասում են դա դու կոնսպիրոլոգիաների դաշտ եք մտնում, բայց փաստերով հիշենք, որ հեղափոխությունը իրենք ի սկզբանե հայտարարեցին թավշյա, ոչ թե գույն տվեցին, ու ասացին մենք արտաքին քաղաքականություն չենք փոխում, դեռ 18 թվականին։ Հաջորդիվ 100 օրվա ընթացքում, երբ որ իրենք արդեն հաշվետվություն էին տալիս, հայտարարեցին, որ աննախադեպ է հայ-ռուսական հարաբերությունները, նման բան երբեք տեղի չունեցել եւ իրենք Սիրիա ռուսական զորքի հետ հայկական զորք ուղարկեցին որպես ռազմական առաքելություն։ Նման բան նույնիսկ Սերժ Սարգսյանը չէր արել։ Հաջորդիվ տեղի ունեցավ պատերազմ ու պատերազմի արդյունքում ռուսական զորք մտցվեց Արցախ, այսինքն սրանից խուսափել է թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, լինելով ռուսական գծի մեջ գործող քաղաքական գործիչներ, ունենալով կոմունիստական անցյալ իրանցից որոշները, բայց նույնիսկ իրենք են խուսափում Արցախ ռուսական զորք մտցնեն, որովհետև որոշակի չգիտեմ, տրամաբանություն կար, որ ռուսական զորքից հետո մենք կարող ենք հայտնվենք այնպիսի իրավիճակում, որ Արցախը կկորցնենք, ռուսները Արցախը կհանձնեն, այսինքն օգտագործեն որպես մանրադրամ, ինչը եւ արեցին, իսկ Նիկոլ Փաշինյանը ռուսական զորքը մտցրեց Արցախ, հետո ռուսական զորքի միջոցով հանձնեց ամբողջ Արցախ, բայց շարունակությունն ասենք, որ Նիկոլ Փաշինյանը 22 թվականի հունվար ամսին, երբ որ Հայաստանը ՀԱՊԿ նախագահող երկիրն էր ու Ղազախստանում տեղի ունեցան հակառուսական ցույցեր ընդդեմ ռուսական գազի թանկացման ու ռուսական քաղաքական գործիչների, ռուսական գծի մեջ գործող քաղաքական գործիչների, Նիկոլ Փաշինյանը անձամբ ինքը ստորագրեց ՀԱՊԿ գործարկելու հրամանը։ Ոչ թե ինքը ուղղակի մասնակցություն ունեցավ, այլ ՀԱՊԿ գործարկեց հենց Նիկոլ Փաշինյանը, այն ՀԱՊԿ, որը իրենք ասում են չի աշխատում, ու նաև հայկական զորք ուղարկեցին
Ղազախստան, որտեղ որ մարտի 1-ից մեր մարտի 1-ը, երբ որ մենք անգամ շեշտում ենք 2008 թվականի մարտի 1-ը, Ղազախստանում հունվար ամսին մի 10 անգամ ավելի դաժան կերպով հապկ զորքերը ցրեցին այդ խաղաղ ցույցերը։ Ուստ խաղաղ ցույցերը վերածեցին արդեն անկարգությունների, որտեղ որ բազմաթիվ զոհեր եղան, վիրավորներ եղան, շատ դաժան կերպով։ Ինչու է միջայլոց տեղի չունեցավ Բելարուսիայում, երբ որ Լուկաշենկոյի դեմ էին ցույցեր տեղի ունենում, որովհետև ամեն հավանականությամբ Լուկաշենկոյի դեմ ցույցերը կազմակերպված են Մոսկվայից։ Որպեսզի խելոքացան, նույն կերպ մեր մոտ տեղի չունեցավ որևիցե արձագանք, երբ որ մեր մոտ ինչ-որ խնդիրներ էր առաջանում, մեր մոտ էլ ամեն ինչ հանգիստ է տեղի ունեցել, թե 18 թվականի հեղափոխությունը, որովհետև դա ռուսական ուղեծրի մեջ էր այդ հեղափոխությունը, այլապես հապկ զորքերը նույն կերպ կգային Հայաստան եւ հեղափոխական ալիքը կցրեին, այնպես ինչպես ցրեցին Ղազախստանում։ Բայց ամեն ինչից բզատ հայկական տնտեսությունը երբեք այսքան կապված չի եղել Ռուսաստանից։ Մեզ ասում են, որ դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանը սանկցիաների տակ է, մենք տարանցիկ գոտ երկիր ենք, կարողանում ենք այնտեղ ապրանքներ արտահանել, դրա հաշվին մեր տնտեսությունը զարգացել է։ Հիշեցնեմ, որ մեր հարևան Իրանը, որը որ ավելի բարեկամական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, նույնպես սանկցիաների տակ է, բայց մենք դրանից չենք օգտվում։ Կարող են, չէ, ասենք Իրանից էլ օգտվել, բայց Իրանը մեզ այդքան հնարավորություն չի տալիս, իսկ Ռուսաստանը այդ հնարավորությունը ընձեռում է։ Հետևաբար Ռուսաստանի իշխանությունները խնդիրներ չունեն Փաշինյանի հետ, մի բան էլ իրենք աջակցում են։ Ու երբ որ օրինակ վերջերս ընտրություններից առաջ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Պուտինը աջակցություն հայտնեց ռուսական գծում գործող քաղաքական ուժերին, ասեց հույս ունենք, որ իրենց խոչը դոկտոր չեն ունենա կմասնակցեն ընտրություններին, սա դեմ լինելով կողմ լինել էր։ Մենք հիշում ենք, որ օրինակ Պուտինը ԱՄՆ ընտրությունների ժամանակ ասեց մենք աջակցում ենք Բայդենին։ Այսինքն միանգամից հակա-PR-ը, չէ։ Իրենք հաշված ունեն, որ Հայաստանում կա հակառուսական տրամադրություններ, Փաշինյանին նշանակում են հակառուսական հիմնական քաղաքական գործիչ ու ուղղորդում են հայ հանրության, ասեն ովքեր ռուսներին դեմ են, կարող են գնալ ընտրել Փաշինյանին։ Այո։ Հիմա մենք ունենք երկուստեք կառավարել ռուսական կողմից կառավարվող քաղաքական դաշտ, ընդդիմությամբ ու իշխանությամբ, բայց իրենք չեն կարողանում պատասխանել հիմնական հարցին։ Ավելի շուտ նույն բան է պատասխանում։ Մեր այն առանձնացած 6 հարցերից։ Օրինակ, սահմանադրական հարակրվե ինչ են ասելու։ Վերջինս ես մի գրառում տեսա հայտնի ԿՊ-ական ներկայացուցիչի մոտ, որ շատ անկեղծ գրել էր, որ եկեք ֆիքսենք, որ ազգային ժողով անցնող բոլոր ուժերը համաձայն են խաղաղության պայմանագրի հետ։ Որտեղ Պարտության կուսակցությունն է մեծ հաշվով անցել ազգային ժողով։ Մենք մարտական եւ պոլիտիկայի միաբանությունը միջալոց պաշտոնապես հայտարարություն է տվել, դիրքորոշում է հայտնել ընտրությունների վերաբերյալ ու հենց սրա մասն է ասել, որ Պարտության կուսակցությունը այս պահին գտնվում է ազգային ժողովում։ Մենք չունենք օրինակ հաղթանակի կուսակցություն, դիմադրության կուսակցություն ու միատարր պարլամենտ ենք ստացել, կարելի ասել կոմունիստական կուսակցությունն է իր տարբեր ֆրակցիաներով։ Այստեղ կարևոր բանը, որ փոփոխությունը ընդդիմության, այսպես ասած, որ մարդկանց մոտ չմնա այդ հիասթափությունը, այլ տպավորություն ստեղծվի, որ հիմա նոր ընդդիմություն է ձևավորվել եւ կարելի է նոր հույսեր կապել այս մարդկանց հետ, շատ լավ հասկանում են բոլոր նրանք, ովքեր կազմակերպում են եւ ընտրություններ, եւ քարոզարշավներ եւ այլն, այդ շատ լավ հասկանալով շատ ճիշտ ժամանակին կերպարային փոփոխություններ են անում եւ այդ կերպարային փոփոխությունները մարդկանց մոտ վիզուալ փոփոխությունը առաջացնում է նոր հավատ, կարծես թե բայց բովանդակության առումով հաճախ չէ որ ավելի շատ հազվադեպ որ մարդիկ կտեսնեն բովանդակության առումով արդյոք տարբերվում են թե ոչ, ավելի շատ վիզուալ տարբերությունը արդեն նրանց մոտ տպավորություն է ստեղծում, որ հիմա նոր կեղծ իրականության զգացողություն։ Բայց այնուամենայնիվ այս ընտրություններում մասնակցությունը բավականին բարձր էր ու դրանով հանդերձ մենք տեսել ենք, որ բավական ճնշումներ կային ընտրություններում, հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնացին ու կեսից ավելին արդեն 50 կարելի ասել 1%-ը
քավիարկեց արդեն ոչ թե ընդդեմ նախկինների հանուն Նիկոլի էր քվեարկում հակառակը ընդդեմ Նիկոլի քվեարկեց ցանկացած մեկին այսինքն հավաքականորեն մենք ավելի շատ ունենք Նիկոլին մերժող քան Նիկոլին աջակցող ու դրա վառ ապացույցներ երբ որ Փաշինյանի գիշերով դեռ 10%-ը չէին հաշվել ընտրատեղամասերի ձայների հաշվարկը չկար ինքը նախ զայրացած հայտարարություն արեց որ իրենք հաղթել են միաձայն ձևավորել են կառավարություն ու բոլորը ֆիքսեցին որ ներված էին քպականները վերնախավը իսկ իրականում տպավորություններ որ Փաշինյանը ուղղակի զայրացել է բոլորի վրա բոլորը խեղճացած են Փաշինյանը ջղայնացած որովհետև չի արդարացրել արդյունքները չի արդարացրել բայց մենք ու իրենք հասկանում են թե ինչ չի արդարացրել իրենք չեն մտածում որ դա Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին ձայն տվել իրենք հասկանում են որ այդ ձայները իրենց ընդդեմ է այսինքն եթե ավելի լավ առաջարկ լինի ընդդեմ Փաշինյանի այս հանրությունը գնալու է դրա հետևից ու իրենք հասկանում են իրենց առաջ ինչ է սպասում առաջիկայում որովհետև առաջիկայում Ալիևի կողմից պարտադրված է սահմանադրական հարակվեն ու այստեղ ավելի դաժան է լինելու իրենց պայքարը, որովհետև այո ոչի դեպքում ավելի հստակ է որոշվելու ով է Փաշինյանի կողմնակից, իսկ ով դրան դեմ։ Այսինքն ոչը չի ասոցացվելու կոնկրետ ինչ-որ մի քաղաքական ուժի հետ, ոչը դա հենց Փաշինյանի մերժելն է։ Փաշինյան, Ալիև, Պուտին այս դաշինքին մերժելն է դառնալու։ Ու իրենց համար սա է սարսափելի, իրենք չեն ցանկանում հենց սա տեսնել կամ ցանկանում են սրա դեմը առնել, ինչ-որ աշխատանքներ իրականացնել։ Չգիտեմ արդյոք հնարավոր այն կերպ ինչ կերպ ձևավորվում է ազգային ժողովը կարծում եմ այնտեղ շատ միաձայն անցնելու է այդ հանրաքվեի դնելու հարցը մնում է տեսնենք ժողովուրդը ինչ է պատասխանելու եւ մյուս քաղաքական ուժերը արդյոք միանալու են ոչի կողմը դեպի Մենք իմիջիայլոց հրավեր ենք արել քաղաքական ուժերին, բոլոր են քաղաքական ուժերին, ովքեր որ մեր հետ կապի են եղել ու հարցերի ընթացքում մենք բարձել ենք, որ իրենք ոչ թե բոյկոտի կողմնակից են, ոչ թե այոյի կողմնակից են, այլ հստակ ոչի կողմնակից են, անկախ մեր գաղափարական տարաձայնություններից, այս պահին առաջարկություն ենք արել, որպեսզի ոչի հետ կապված փորձենք ընդհանուր հարթակ ստեղծել, գոնե ոչի օրակարգի շուրջ փորձենք համագործակցություն ունենալ ընդդեմ այս պարտվողական գծի։ Առաջիկայում արդյունքները ցույց կտան, թե որքանով են մնացած քաղաքական ուժերը շարունակում մնալ ոչի ճամբարում, դա աշխատանքները ցույց կտան, երբ որ ինչ-որ հստակ պատկեր լինի, մենք դրա մասին արդեն հայտարարություն կանենք, կբարձրացնենք, բայց ասենք, որ ինտենսիվ կապի մեջ ենք քաղաքական կերպարների, ուժերի եւ անհատների հետ, փորձում ենք ձևավորել ոչի իրական շտաբը, որովհետեւ պարլամենտում նույնպես պետք է ձևավորվի այդ ոչի գիծը, ինչը որ մենք վստահություն չունենք ու հասկանում որ հանրությունն էլ վստահություն չունենալու, իրենք ավելի շատ փորձում են ոչը պիտակավորել, ոչը ասոցացնել իրենց հետ, ոչ թե այո, կապել։ Երևի թե որոշ կփորձեն ուղղակի կապել իրենց հետ ու փորձեն տապալեն այդ process-ը, բայց ամեն ինչ գնում է այնպիսի սցենարով, որ մեծ հույս ու հավատ է առաջանում, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գանք։ Արդեն հեռվում լույս է երևում, որ հնարավոր է այս գավիժող ընթացքը կանգնեցնել եւ հակառակ էֆեկտ ստանալ, որովհետեւ այս պահին արտաքին խաղացողներն են մեծ հաշվով զարմացած այլայլված, որովհետեւ նման աջակցություն ուներ Փաշինյանը, Պուտինը փորձեց ամեն ինչ անել, Թրամփ ուղիղ աջակցություն հայտնեց, Մարկո Ռուբիոն եկավ Հայաստան, Եվրոպան աջակցություն հայտնեց, բոլորը Փաշինյանին աջակցում էին, բայց Փաշինյանը չստացավ իրեն ցանկալի արդյունքը։ Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը, հայ ազգը, երբ որ ցանկանում է կանգնել դիմադրություն ցույց տալ, կարող է հաջողություններ գրանցել։ Սա առաջին փոքրիկ հաջողությունն էր։ Եթե նման կերպ շարունակենք, բոլորով, այսինքն մենք չենք ասում, որ սա մենք վերմակը մեր վրա ենք քաշում, մարտական երբայություն մեր վրա ենք քաշում, եթե շարունակենք նման կերպով ազգովի աշխատել, մենք առաջիկայում կարող ենք ունենալ ավելի մեծ հաղթանակներ, որովհետև սա փաստի առաջ կանգնեցնել թե Ալիևին, թե Պուտինին, թե մնացած աշխարհակարգին, ու մեր հետ են փորձելու արդեն հաշվի նստել, որովհետև
որովհետև հայազգը կարողացել է իր խոսքը ասել։ Եթե իր կամքը դրսևորի։ Հա ու թող մեզ չկադարցնեն, որ մենք թույլ ենք, մենք չենք կարող։ Երբ որ ազգը ոտքի է կանգնում, ազգի դեմը մնացածն արդեն ազոր են դառնում։ Ու սա լավագույն օրինակն էր։ Առհասարակ եւս մեկ հարց է քննարկվում, որ ընտրությունները ճանաչեն լեգիտիմ թե ոչ, ընտրությունները չընդունեն, բայց այդ հարցերը կախված են 3 հիմնական այդ քաղաքական ուժից, ովքեր որ ստացել են հիմնական ձայները, այսինքն քաղաքացիական պայմանագիրը, ուժեղ Հայաստան եւ Հայաստան Դաշինքը, նույնիսկ իրենցից է կախված արդյոք ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան թե չի, իրենք են որոշում, իրենք են քննարկում, չգիտեմ, միգուցե քաղաքացիական պայմանագիրը ցանկանում է, ասենք ԲՀԿ-ի աջակցություն ստանալ մեծամասնություն, համադրական մեծամասնություն կազմելու հարցում, միգուցե հակառակը ընդդիմադիրներն են փորձում բանակցել, որովհետեւ մենք չենք տեսել, որ ԲՀԿ առաջնորդը որևիցե հայտարարություն ունի, այսինքն ինքը ընտրություններից արդեն քանի օր է անցել, գրեթե մեկ շաբաթ է անցել, որևիցե մեկից հստակ կոնկրետ հայտարարություն չկա։ Մենք տեսել ենք ուժեղ Հայաստանի առաջի համար Նարեկ Կարապետյանն ասում է, այ եթե գնանք պարլամենտ կորոշենք, թե դատախազնով է նշանակվելու, իմիջիայլոց հիշեցնեմ, որ դատախազը 2 տարուց է փոխվելու։ Դատախազի ժամկետը 28 թվականին է լրանում։ Իրենց հիմնական հարցը դատախազ փոխելն է, էլի։ Ու իրենք ցանկանում են առհասարակ գնալ կամ գնան չգնան, իրենք անլրջացնում են։ Եթե իսկապես իրենք ցանկանային ընտրությունների արդյունքները չճանաչեն, Փաշինյանը թե դեբատների ժամանակ, թե դրանից առաջ հայտարարել է, որ եթե իմ հետ համաձայն չեք, ոչ թե գնացեք, ընտրեք այլ ուժի, այլ դուրս եկեք հեղափոխություն արեք։ 10% ձայների հաշվարկի դեպքում Փաշինյանը կանգնում ասում է, որ քաղաքացիական պայմանագիրը ընտրվել է ու մենակով ձևավորել է կառավարություն։ Դա ռեալ ընդդիմությանը հիմք էր տալու, երկրորդ, երրորդ տեղերին հավակնում, հիմք էր տալու, որ դուրս գային փողոց, ասեն Փաշինյանը իշխանությունը ուզուրպացնում է, ու այդ դեպքում արդեն արդարացում է չի օրինակ Սամվել Կարապետյանն ասեր, դե ես տնային կալանքի եմ։ Ինքը լեգիտիմ իրավունք է տալիս, նախ սրում է, ասում է, դուրները չկա դուրս եկեք հեղափոխություն արեք, երկրորդ այդ սա հիմքերը տալիս է, ու ոչ մեկ ոչինչ չի անում։ Նույնիսկ հետընտրական process-ում այն ալիքը, որը կարող է ձևավորվել, իրենք այդ ալիքը չեն ձևավորում ու մարման են տանում, ամեն ինչ մարման են տանում, որ հասարակության մոտ հիասթափություն առաջացնեն։ Դրա համար եմ ասում, որ հայ ազգը այս ընտրությունների ժամանակ իր կամքը ցույց է տվել։ Չեմ ասում, որ գնացել է ինքը սիրելով Սամվել Կարապետյանը ընտրել կամ մնացած ընդդիմադիրներին, այլ հակառակը ընդդեմ Փաշինյանի այդքան ձայն է գեներացրել։ Ինքը ցույց է տվել, որ համաձայն չէ Փաշինյանի հետ։ Այսինքն կեսից ավելին ընտրությունների մասնակցածների կեսից ավելի դեռ չմասնակցածներ ունենք, ովքեր որ առհասարակ նույն կերպ են մտածում, որտեղ Փաշինյանի աջակիցները բոլոր տոտալ գնում են ընտրության։ Այդ չմասնակցածների թիվը դա է նույն թիվն է, որը որ չի ընդունում Փաշինյանին առհասարակ։ Այո։ Հա։ Մեծամասնությունը չի ընդունում Փաշինյանին։ Ու սա Փաշինյանը լավ գիտակցում է։ Ու այն ալիքը, որը հնարավոր է ձևավորել, որով որ հնարավոր է հեռացնել Փաշինյանին, այսօրվա ընդդիմությունը հակառակն է անում, լեգիտիմացնում է։ Քոչարյանը գնացել է դիմել է համանդրական դատարան, կենտրոնական դրական հանձնաժողով ու այդ բոլոր ացիաներով փորձում է առաջ դնել։ Ինչ արել է 21 թվականին։ Նույն գործողություն անում է Սամվել Կարապետյանը։ Իրենք չգիտեն հաջորդիվ ինչ է տեղի ունենալու։ Իրենք ուղղակի փորձում են դառնում լեգիտիմացնել։ Իսկ եթե օրինակ համանդրական դատարանը որոշի, որ ընտրությունները լեգիտիմ են, ինչ անելու։ Համաձայնվելու են համանդրական դատարանի հետ, հասկանալով որ ովքեր են այնտեղ աշխատում։ Սեդա Սաֆարաններն ու մնացած ովքեր որ իշխանության սպասարկողներ են կամ կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահով ԿՊ վարչության անդամ էր։ Այդ հայկական ժամանակ օրաթերթում աշխատող լրագրող էր Վահագն Հովակիմյանը։ Բոլորը փորձում են ժամանակ շահել ու հասկանալ արդյոք ԲՀԿ-ին անց են կացնում պարլամենտ թե ոչ ու հասկանալ ինչպես են իշխանությունը բաժանում միմյանց միջև։ Ամեն հավանականությամբ այս պահին բանակցություններ են տեղի ունենում։ Այնպիսի բանակցություններ, ինչպիսին օրինակ 21 թվականին տեղի ունեցել, օրինակ Քոչարյանի խնամու շինարարական կազմակերպությունը ստանում էր Հայաստանում տենդերների մեծ մասը, շինարարական։ ԱՊ կազմակերպությունը ՍՊ-ն։
Ասֆալտ անող ամենամեծ կազմակերպությունն է, թող ասեն այդ նման բան գոյություն չունի։ Հիմա մենք չգիտենք ինչ բանակցություններ են տեղի ունենում Ծառուկյանի հետ, ինչ բանակցություններ են տեղում Սամվել Կարապետյանի հետ, թե ինչպես են բաժանելու այդ իշխանությունը, ձևավորած իշխանությունը, որտեղ ընդդիմությունն է իշխանության ձև։ Այո։ Ու մենք չենք փորձելու սրա մասը դառնալ, ուղղակի հանրությանն ասում ենք, որ պատրաստվեք սահմանադրական հարաքվեի, պատրաստվեք հարաքվեի ժամանակ ոչ ասելու ու ոչ թե կենտրոնացված պայքար մղելու, միահեծան պայքար մղելու, այլ հակառակը համահարթ պայքար մղելու, մենք պետք է ազգովի ցույց տանք, որ մենք չենք համակերպվում այս համակարգի հետ, ու մենք ստեղծելու ենք հայկական համակարգ, հեղափոխական համակարգ։ Ու ասում ենք, որ ազգային հեղափոխություն տեղի ունենալու։ Արդեն լսում եմ այդ արտահայտությունը ոչ միայն մարտական եղբայրության անդամներից։ Դա շատ լավ է, որովհետև բոլորի մոտ է այդ պահանջը ձևավորել ազգային հեղափոխության։ Դրա համար դուք կարող եք նաև բաժանորդագրվել, տարածել մեր նյութերը, կարող եք միանալ մեր Patreon-ին, նվիրատվություն կատարել Patreon-ով, նվիրատվություն կատարել հիմնադրամով, հաշվամարները մենք կտեղադրենք ցանկացած գործ, որ մեր մոտ արվում է, դա արվում է կամավոր հիմունքներով։ Եվ շատ դեպքերում կարող եք դուք մեզ քննադատել, որ որոշ դեպքերում թերանում ենք կամ ավելի քիչ կոնտենտ ենք տալի կամ մի բան մի քիչ այն չենք անում, բայց դա անում ենք, որովհետև նույն մարդիկ համ տեքստ են գրում, համ նկարում են, համ նկարվում են, համ լույս են դնում, համ ձայն են կարգավորում, նույն մարդիկ են անում, այսինքն մի մարդը 10 ֆունկցիա է կատարում։ Ու եթե դուք ցանկանում եք, որ մենք ավելի շատ գործ անենք, ավելի շատ կոնտենտ ստեղծենք ու ավելի շատ լսելի լինենք, կարող եք աջակցել թեկուզ 1000 դրամով, թեկուզ 5000 դրամով։ Դա ձեր համար ամսվա կտրվածքով կարող է շատ փոքր գումար լինել, բայց հավատացեք, այդ փոքր գումարներն ավելի մեծ հարց են լուծում, քան ինչ որ մեկը երբ որ մի մեծ գումար է տալիս։ Կամ միանալ մեզ ձեր հմտություններով։ Կամ հմտություններով միանալ, որովհետև լույս դնողի կարիք ունենք, նկարողի կարիք ունենք, մոնտաժանողի կարիք ունենք, Համախոհների կարիք ունենք։ Այսօր այսքանը, սպասում ենք ձեզ։